Պատիվ ունեմ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի ջրի եւ բորոքման ծառայությունների բարելավման ծրագիր առաջին փուլ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին։ Այդ համաձայնագրով բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 70 միլիոն 400 հազար եվրո։ Ցանկանում եմ նշել, որ այս ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից, գումարի չափը մոտավորապես նույնն է 70 միլիոն եվրո, ինչ նպատակ է հետապնդում ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ապահովել բարելավված հասանելիություն դեպի արդյունավետ ֆինանսապես կայուն ոռոգման եւ գյուղական ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունները Հայաստանի ընտրված տարածքներում։ Ծրագիրը հանդիսանում է 10-ամյա բազմափուլային ծրագրի մաս, որի նպատակն է բարելավել ոռոգման եւ գյուղական ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցումը Հայաստանում։ Ինչ ենք ասում, որ երկու բազմափուլ է, որովհետեւ երկու փուլով է, առաջին փուլը 5 տարվա տևողությամբ մոտավորապես ընդհանուր 180 միլիոն դոլար բյուջեով եւ առաջին փուլի հաջող իրականացումից հետո մենք հնարավորություն կունենանք նաև ունենալ երկրորդ փուլ, որի բյուջեն ավելի մեծ կլինի, մոտավորապես 250 միլիոն դոլար։ Փուլ 1-ը նախագծված է կլիմայակայուն ոռոգման եւ ջրծառայությունների բարելավման համար։ Ցանկանում եմ ընդգծել, որ այս վարկային համաձայնագրով զգալի միջոցներ են ուղղվելու ենթակառուցվածքների արդիականացմանը, բայց նաև շատ կարևոր այսպես կոչված soft բաղադրիչ ենք ունենալու, այն է ռազմավարական ծրագրերի մշակում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տարբեր քաղաքականությունների վերանայում եւ որ շատ կարևորում եմ ազգային կենտրոնի ստեղծում, որը ապագայում հույս ունենք կդառնա լուրջ պետական ռեսուրս ջրային ոլորտում համակարգերի եւ ենթակառուցվածքների նախագծման եւ ընդհանրապես գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար։ Ծրագիրը բաղկացած է լինելու 4 բաղադրիչից։ Առաջին բաղադրիչը ջրային ոլորտի բարեփոխում եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։ Այս կարողությունների զարգացման տիրույթում կլինեն ինչպես ջրային կոմիտեն, այնպես էլ ջրարփԲ-ն եւ նույնիսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Երկրորդ բաղադրիչը վերաբերում է ջրամատակարարմանը եւ ջրահեռացմանը, մասնավորապես գյուղական բնակավայրերում։ Երրորդ բաղադրիչը ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում եւ համակարգի կառավարում։ Այս բաղադրիչի ներքո ունենք, ինչպես նշեցի, ծրագրեր ենթակառուցվածքներում մեծ ներդրումներ կատարելու։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այս ենթակառուցվածքներում ներառված չեն ջրամբարները, ջրամբարների ուղղությամբ աշխատում ենք այլ ֆինանսավորման աղբյուրների հետ, բայց ներառված են խոշոր ջրանցքները եւ երկրորդ կարգի ջրանցքները, ինչպես նաեւ մեր խոշոր պոմպակայանները։ 4-րդ բաղադրիչը ծրագրի կառավարումն է։ Շնորհակալ եմ, եթե հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Ղալամքարյան, հիմա հարցերի համար կարող եք հերթագրվել։ Արթուր Խաչատրյան, համեցեք։ Տիկին Ջուրհակյան։ Շնորհակալություն, պարոն Ղալամքարյան, ինձ թվում է դուք օրակարգին այդքան էլ ծանոթ չեք, որտեղ խոսքը գնում է վարկային համաձայնագրի վավերացման մասին։ Ենթադրաբար պետք է նաև վարկի մասին մի երկու բան ասեիք։ Ժամկետը, գումարը, արտոնյալ ժամանակահատվածը, դրա մասին ոչ մի խոսք չկար։ Եվ երկրորդ հարցս, դուք ճիշտ նշեցիք, որ էական հատված գնալու է այս բանը փափուկ, որը soft կոչեցիք չգիտես ինչի, եւ ներդրումային բաղադրիչների վրա։ Ես կուզեի, որ դուք մի քիչ ավելի կոնկրետացնեիք, էլի, ինչքան է կազմելու օրինակ հիմնական միջոցներում ներդրումները, որովհետեւ տեքստը, որ կարդում ես, ոռոգման ոլորտի կառավարման ծառայությունների մատուցման բարեկարգում, օրինակ ջրային կոմիտեի եւ ջրամատակարար գործակալության գործունեությունը բարելավելու նպատակով ինստիտուցիոնալ բարեփոխումների համապարփակ ծրագրի իրականացում ապահովելով ի թիվս այլնի տեխնիկական աջակցություն,
կներեք ինստիտուցիոնալ գնահատման, ներառյալ գենդերային եւ ներառական ասպեկտները։ Ես կխնդրեի մի հատ հստակեցնեիք վարկի մանրամասները զեկուցեիք եւ նաեւ ինչքան է գնալու փափուկ, ինչքան է կոշտ բաղադրիչների վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, երևի ուշադիր չեղաք այդ պահին, ես նշեցի թե տևողությունը, թե ծավալը վարկի, կրկնեմ, ծավալը 70.400.000 եվրո, սա համաշխարհային բանկի համաֆինանսավորման կտորն է, մոտավորապես նույն չափի կտոր կունենանք զարգացման ֆրանսիական գործակալությունից, որը նորից էլի կբերենք ձեր քննարկմանը կներկայացնենք, նշեցի նաև ժամկետը 5 տարի, եթե նկատի ունեք ֆինանսական պայմանները, դրանք մենք ձեզ ներկայացրել ենք, կարող ենք նորից ներկայացնել, չգիտեմ կոնկրետ որ պայմանն եք ուզում, ես հիմա բարձրաձայնեմ, այդքան ժամանակ ճիշտ ասած չկա, 20 վայրկյան է մնացել, անդրադառնամ մյուս ձեր հարցին, մենք բյուջեն բնականաբար ձեզ տրամադրել ենք, կարող ենք մանրամասն նորից տրամադրել, ուղղակի մեզ լսողների համար արագ ասեմ, որ կոնկրետ ջջը ջրամատակարարման եւ ջրահեռացման ուղղությամբ հենց կոնկրետ ենթակառուցվածքներում ներդրումները կկազմեն $25 միլիոն, իսկ ռոռոկման համակարգի ենթակառուցվածքների վերակառուցմանը կուղղվի $120 միլիոն։ Շնորհակալ։ Արձագանք։ Աղալամ Քարյան, դուք ձեր զեկույցը տևեց 2.5 րոպեից մի քիչ ավել, հենց որ ժամանակի պակասության վրա, ժամանակի պակասությունից բողոքելը առնվազն մեղք է։ Ազգային ժողովի եւ հաշվի առնելով, որ պահքի շրջանում ենք։ Grace period-ը, մնացած ամեն ինչ, համաֆինանսավորումը ինչի վրա գնալու։ Մյուսը, վարկը 70 միլիոն է։ Դուք զեկուցում եք 70 միլիոնանոց վարկ։ 120 միլիոնը ո՞նց եք մտցնում 70 միլիոնի մեջ։ Փաստենք, որ այն 70-ը, որը վարկ եք վերցնում, ընդամենը 25 միլիոնն է գնալու այս վարկի շրջանակներում կոշտ ենթակառուցվածքային ներդրումների վրա։ Շնորհակալություն։ Կարող եմ արձագանքել։ Գուցե նորից ուշադիր չէիք։ Նշեցի, որ ծրագիրը 180 միլիոն միայն առաջին փուլն է լինելու, երկրորդ փուլը լինելու է 250 միլիոն։ Բնականաբար այն թվերը, որը ներկայացնում եմ, վերաբերում են ծրագրի ողջ բյուջեին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Սոնա Ղազարյան, Տիկին Դավոյան։ Պարոն Ղալամկարյան, իմ հարցը հենց նախագծին Տիկին Ղազարյան։ Իմ հարցը հենց նախագծին չի վերաբերում, բայց այսպես օդում կախված մնաց երևանցիների եւ Վիոլայի հարաբերությունների վերաբերյալ հարցը, որովհետեւ պարզ է, որ կառավարության բանակցությունների արդյունքում այն սահմանափակումը, որի մասին հայտարարել էր ավելի վաղ Վիոլան փոփոխության ենթարկվեց, բայց այդպես էլ չհասկացանք լավ դրա ապագան որն է եւ ինչպես ենք մենք առհասարակ փորձելու լուծել այս խնդիրը, որովհետեւ խնդրի լուծման հետաձգումը խնդրի լուծում չէ ակնհայտորեն։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան։ Ինչպես արդեն նշել ենք, ներկայում երկու շաբաթյա ժամկետ ենք խնդրել Վեոլիայի հետ աշխատելու եւ վերանայելու ժամանակացույցը։ Մեր նախնական գնահատականն այն է, որ այնտեղ պոտենցիալ ունենք ժամանակացույցը բարելավելու, լավարկելու եւ մեր գնահատականը հիմնված է երկու հիմնական գործոնների վրա։ Առաջինը պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր, բավականին մեծ ծավալների, խոսքը վերաբերում է թե Երևանին, թե մարզերին, եւ երկրորդը ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ, ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել եւ այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Տարիներ առաջ հայտարարվեց, որ վատ ենթակառուցվածքների բերումով ջրի կորուստը 70% է։ Եթե ունեք նոր տեղեկատվություն, թե որքան է կազմում ենթակառուցվածքների վատ ենթակառուցվածքների արդյունքում ջրի կորուստը, խնդրեմ ներկայացրեք։ Եվ այստեղ էր մի հարց, որ թերևս չհայտարարված ջրանջատումներ կամ ջրի մատակարարման ժամկետի կրճատում որոշ համայնքներում կան։ Մենք գիտենք, որ այս պահին Երևանի տարբեր վարչական շրջաններում գիշերը ջուր չի լինում։ Այս խնդրին
խնդրի վերաբերյալ որն է ձեր դիրքորոշումը։ Վերջին մասը չլսեցի։ Երևանի որոշ վարչական շրջաններում գիտենք, որ գիշերային ժամերի ջուր չի լինում։ Այստեղ ինչպիսին է մեր դիրքորոշումը, ինչպես ենք պատրաստում այս խնդրին լուծում տալ։ Սկսեմ երկրորդ հարցից, հայտարարված 7-ժամյա անջատումը մենք հիմքեր ունենք մտածելու, որ կարող են կրճատել մինչև 3-4 ժամ։ Այսինքն ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն եւ ցերեկային ժամերին այդ ջրավազանի ջուրը օգտագործվի։ Բայց 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ։ Ինչ վերաբերում է կորուստներին, ռոռոկման համակարգում դրանք գնահատվում են մոտավորապես 46-ից 50%-ի շրջանում, ինչ վերաբերում է Veolia-ի ստանձնած պարտավորություններին ջրամատակարարման ենթակառուցվածքների առումով, նրանք ստանձնել են 80% հայտարարված կորուստներով, իջեցրել են մինչև 60-55%, տարբեր հատվածներում բնականաբար տարբեր են, բայց ուզում եմ նշել, որ Veolia-ն եւ կառավարությունը վերջին 2 տարում 22 միլիարդ դոլարի ներդրում են անում ենթակառուցվածքներում, ու դա կնպաստի միանշանակ։ Շնորհակալ եմ։